Սիրելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, այսօր մենք եկանք Շենգավիթ վարչական շրջանից Երևանի վերադարձանք կոֆե կենտրոն ֆորմատին եւ հիմա ուզում ենք ամփոփել օրը եւ նոր քննարկում ենք, ճիշտն ասած, անկեղծ պիտի ասեմ, էմոցիաների խլրտում եմ ունեցել այսօր, էմոցիաների, այսպես ասած, եռում եմ ունեցել այսօր եւ չնայած ուղիղ եթերում է, չէ՞ եղել ամբողջը, ասենք պատմեմ, բայց մի քանի խոսակցություններ առնվազն եւ իմիջայլոց այն մեր սիրելի մայրերի եւ տատիկների հետ, ում պայմանականորեն անվանում ենք սնուցող մայրեր, եւ այդ ուղերձները անկեղծ եմ ասում, մի քանի անգամ չնայած երևի տենց բաներ ասելը ընդունված չի, բայց մի քանի անգամ ուղղակի թողեցի գնացի, որ զգացի, որ հուզվում եմ, որովհետեւ զգացի, որ չեմ կարող ինձ զսպեմ, որովհետեւ մարդիկ այնց բաներ էին ասում, որը չէի կարող առանց հուզմունքի լսել, եւ Շենգավիթ վարչական շրջանում մենք նախ ես զգացի, սկիզբը հասկացա, որ մետրոյի այդ հրապարակից միջև դուրս գալը այդտեղից տևեց մի ժամ 20 րոպե, ես արդեն հասկացա, որ ինչ որ մի բան է տեղի ունենում եւ կարի արտադրամած գնալը տևեց մոտավորապես 3-3.5 ժամ տևեց եւ դա իսկապես շատ հաճելի էմոցիաներ ստացան։ Իհարկե օրվա մեջ եղան նաեւ որոշակի տհաճ պահեր եւ խնդրահարույց պահեր, որոնց երևի կանդրադառնանք, մի մասին անդրադարձանք։ Նախ ես ուզում եմ ամենաառավոտյան մետրոյի հանրապետության հրապարակի մուտքի մոտ քաղաքացին, որի հետ մենք խոսակցություն ունեցանք, իհարկե մենք ըմբռնումով ենք մոտենում բոլոր ասածներին, որովհետև կապված էր կոնսուլտացիաների ծախսերի հետ եւ այլնի հետ, չնայած հետո քննարկեցինք, մեր որոշ գործընկերներ ասում էին, որ ես այդ դրվագում իզուր էի փորձում մեղմել, որովհետև պետք է հստակ ասել, որ այո, այն ծառայությունը, որ վճարովի է, քաղաքացին պետք է աշխատի եւ այդ ծառայությունների համար վճարի, բայց գիտեք, հիմա մենք հիմա նաեւ սոցիալական որոշակի տրանսֆորմացիայի փուլում ենք, որտեղ շատ պինդ այդ ամեն ինչը ասելը այդքան էլ բան չի լինում, բայց քանի որ ուղիղ եթերում եմ խոստացել, նոր մեր գործընկեր պարոն Գաբրելյանը մտավախություն հայտնեց, ասեց հանկարծ չլինի, որ քաղաքացուն թիրախավորում ենք, բայց քանի որ ուղիղ եթերում խոստացել ենք, ես ասացի ճշտելու ենք, որ ասեց հայրենիքի համար արյուն եմ տվել եւ պաշտպանության նախարարությունը բոլոր հնարավոր պետական մեխանիզմներով մենք ստուգել ենք, բոլոր հնարավոր պետական մեխանիզմներով ընդհանուր երկրապահ կամավորական միավորման բազաներով ենք ստուգել եւ որևէ այդպիսի մարտական որևէ գործողության մասնակցության մասին քաղաքացու որևէ վկայություն պետական համակարգում չկա։ Ես չեմ ուզում ասել, որ եթե քաղաքացին ունի տվյալ, որը մեր պետական համակարգում գրանցված չէ, ես խնդրում եմ հասցնի, որ մենք այդ անարդարությունը վերականգնենք, որպեսզի այդ տվյալը լինի։ Բայց եթե չներկայացնի տվյալը, մենք համարում ենք ստիպված ենք հենվել պաշտոնական տվյալների վրա եւ այդ տվյալների մասին խոսել։ Հաջորդ պահը, որի մասին էլի խոսել ենք, մետրոյում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր սիրելի հարգելի քաղաքացու հետ տենց սուր խոսակցություններ եւ ես նաեւ մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից եւ քննադատություններից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ, ես նորից ուզում եմ ներողություն խնդրել այն ամեն ինչի համար, ինչը չեմ ասել ձևով եւ բովանդակությամբ այնպես որ պետք է լինեն, բայց նոր գործընկերներին էի ասում, որ քանի անգամ այդ թեմանեն 2023 թվականի իրադարձություններին ես այո միջև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնամ եւ դա շատ մեծ թերություն է, ես ընդունում եմ այդ թերությունը, չեմ կարողանում ես այդ պահը հաղթահարեմ, որովհետեւ երբ որ այդ թեմային խոսակցությունա գնում, ես նոր հիշեցի ազգային ժողովում ոչ միտեղ չեմ կարողացել
բան չանել, ոչ միտեղ չեմ կարողացել էմոցիաներս զսպեմ հանգիստ հանդարտ, բայց նոր խոստացա, որ ես մի օր այդ թեմային համապարփակ հանգիստ։ Ես ցավոք սրտի անուն ազգանունը չգիտեմ, գիտենք անուն ազգանունը քաղաքացու մետրոյում Արմինե Մոսյան, հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա եւ ես ուզում եմ Ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառել կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք sense տեսախցիկը չէ, հեռախոսը կամ եթե կուզեք տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, ես իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ եւ այս գլխից ընդունում եմ այդ հրավերը։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից, որ ինչ որ եթե չէ, ընդունում եմ, որ ինչ որ բան նենց չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ որտեղ բովանդակությունն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց ելի եմ ասում, այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, եւ ես բոլորից եմ ներողություն խնդրում եւ նույնիսկ ինքս ինձնից եմ ներողություն խնդրում, որ չեմ կարում այդ թեմայով բան անեմ։ Բայց ես ընդունում եմ, որ այդ թեմայով պետքա հանդարտ խոսակցություն տեղի ունենա։ Էլ ինչ ա եղել։ Հա, մեկ էլ այդ պահը, որ տեսա նկարը չէի իմացել անկեղծ։ Ես մի մետր այս կողմ եմ եղել, չեմ իմացել, որ տենց իրադարձություններ են եղել, որ այս բանը քարտեզը սենց ջարդել։ Չի ջարդել, վերցրեց գցեց գերնին ու ջարդվեց։ Գիտեք, ելն եմ ասում։ Ես հետո եկեք մենք մի բան խոստովանենք։ Մենք բոլորս։ Ես պաշտոնապես ասում եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հիմնադրման ժամանակ հետագայում եղել է այդ տրամաբանության մեջ։ Լոր ջան, եկեք, որ մենք իզուր չբանանենք, եկեք բոլորս խոստովանենք, որ մենք եղել ենք ԿՊ դաշնակցական։ Մենք եղել ենք ԿՊ դաշնակցական։ Դա այդ մարդիկ ես էլ եմ ասում, հա մենք հիմա էմոցիոնալ ասում ենք, վայ, ես էլ ոնց կարելի է հələ եթերում ասցի պետքա չարձագանքել, մենք այդ մենք ենք, այ հիմա սեղանի շուրջ նայում եմ, մեր կուսակցությունում պետքա խոստովանել, որ եղել են մի քանի մարդիկ եղել են, որ անընդհատ շատ ուզեցել են դրան դիմադրեն, բայց բան են արի, ես հիշում եմ, ես անունները չեմ ասի հիմա, բայց գիտեմ այդ մարդկանց ցուցակը գիտեմ, ովքեր ուզեցել են մեզ զգուշ, տենց այդ ուղեծրից դուրս բերեն եւ այլն, փորձենք մենք ասում ենք ոչ այդ մարդու նման, մենք մեր կուսակցության նման, այդ մարդու նման պատուհանից խոսել ենք մեր կուսակցության անդամների հետ, ովքեր ասել են, որ այնուամենայնիվ կարող է մենք կամ եթե մենք դաշնակ ենք, եկեք գնանք մտնենք դաշնակցություն, ինչ ենք նոր կուսակցություն ստեղծենք։ Չէ, մենք ասել ենք, ինչ ա եղել, մենք ավելի լավ դաշնակ ենք, իրանք լավ դաշնակ չեն։ Եվ մենք այսօր իմիջիալոց ես վաղը մի հատ առանձին ես այդ թեման բան չեմ անելու, այս առանձին ուղիղ եթեր եմ անելու առաջնորդության մասին, բայց հիմա դրա մասին չեմ խոսում։ Բայց այսօրվա ընդհանրապես ինչի է սա մարզային մեր այցերի բանը իմ անկեղծ եմ ասում իմ բոլոր լավագույն սպասելիքները գերազանցված են բոլոր լավագույն սպասելիքները ես ասում եմ ու սա մի բան սա մենակ մի բանի մասին է սա նրա մասին է որ ես ասում եմ որ մենք գիտեք մենք ինչպիսին ենք մենք կարտոշկա ենք ուտում թե ինչ ենք ուտում կամ չենք ուտում մենք մի բանի մասին է, մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր կարան ու սա պատճառ, լսեք, բոլոր լրատվամիջոցները 24 ժամ կարան խոսան եւ դեզինֆորմացիա տարածեն մեր դեմ։ Դա չի օգնելու, որովհետեւ մենք մեր ժողովրդի հետ հաղորդակցության ուրիշ կապուղի ունենք։ Դա օրգանական կապն է մեր ժողովրդի հետ։ Այն որ ասում է ողնաշարով հոգով եւ սրտով եւ դա
Եվ ես դա մենք միշտ առաջնորդվել ենք դրանով, ու որովհետև մենք նոր սկսում ենք քաղաքական գործունեությունը, եւ ես հետեւյալն էի ասում, գնում ենք ամենահեռավոր գյուղեր, եւ մարդկանց հետ խոսում ենք, ասեք, որ ես քանի անգամ այդ բանը ասել եմ մարդը կարող է չձևակերպի փաստական բանը թեզի հիմնավորումը եւ ապացույցը, բայց մարդը զգում է ինչա կատարվում, եւ սա շատ կարեւոր բան է, այսինքն սա ինչա եւ այն փոփոխությունը, որ այսօր Հայաստանում, այսօր մարզային այցերով մենք տեսանք, իրական Հայաստանի գաղափարախոսությունը այսօր Հայաստանում իշխող գաղափարախոսությունը, հարգելի գործընկերներ, մենք չենք որպես անձինք կառավարող ուժ ենք, բայց մենք կառավարող ուժ ենք իրական Հայաստանի իշխման պայմաններում, եւ սա կարեւոր բան է, ես երկար նախաբանով հանդես եկա, ես կրկին ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ, իմ խոնարհումը, այսօր մեզ այն մարդու հետ խոսակցություն, այն որ ասցի լսեք, եթե ես ձեզ չմոտենայի, այսօրվա օրը ամբողջական չէր լինի, որ խոսեց, որ ինքը ասեց, որ նոր եմ 80 տարեկան եմ, նոր եմ աշխատանքից դուրս եկել, ինչ ասեց այդ մարդը, ոնց, հա, ես իրան սկզբից ասացի, դուք մեր պատկերացրած քաղաքացու իդեալն եք, հետո այդ մարդը ինչ ասեց, ավելի խորացավ այդ պատկերացումը, ինչ ասեց, ավելի խորացավ, եւ այդ էմոցիաները անգնահատել են, ես կրկին ուզում եմ շնորհակալություն, նախ չէ, սկզբից ներողությունները, կրկին ուզում եմ ներողություն խնդրեմ բոլոր նրանցից, ում այսօրվա ընթացքում եւ դիտողներին եւ անմիջական շփման ընթացքում որևէ դիսկոմֆորտ պատճառել է, ուղակի կամ անուղակի եւ անկեղծ եմ ասում, որովհետեւ եւ էդ էլ գիտեք ինչ, մենք բան չենք, մենք հա շատ են ասում, որ տեխնոլոգիաներն են էս են արել, մենք մեր քաղաքական գործունեության ընթացքում երբեք տեխնոլոգիա չենք օգտագործել, որովհետեւ եթե տեխնոլոգիա օգտագործեինք, այնց կանեինք, որ ամեն ինչ իդեալական կլիներ եւ չէին լինի իրավիճակներ, որի հետ կապված մենք ոչ թե ստիպված ենք, բայց ստիպված ենք ոչ թե բանով, այլ մեր բարոյական բանը դիսկոմֆորտը հաղթահարելու համար։ Մենք մեր այդ ներողությունը քաղաքական նպատակ չունի, այդ ներողությունը նպատակ ունի, որ գնանք իրիկունը տուն կամ հիմա գնանք միջոցառման, մեջներս բան մնացած չլինի, որ մենք այսօր ինչ որ մարդուն նեղացրել ենք եւ բան ենք արել, տենց այդ նեղացրել ենք, ու ասել ենք, հա, տենց էլ պետք է լիներ, մենք տենց իշխանություն մենք կարանք նեղացնել, ոչ չենք կարա մենք նեղացնենք, բայց ստացվում է տենց, որովհետեւ մենք կենթանի մարդիկ ենք, խիստ սովորական կարտոֆիլ եւ պերաշկի ուտող կենթանի մարդիկ ենք, եւ որ ունեն կարտոֆիլ եւ պերաշկի ուտող բոլոր մարդկանց առաջին հերթին բոլոր թերությունները ունենք, բայց ցավոք ոչ բոլոր առավելությունները ունենք եւ դա մեր թերությունն է։ Եվ ուզում եմ ներողությունները ամփոփելով շնորհակալություն հայտնել մեր Շենկավիթ վարչական շրջանում իմիջայլոց այլ վարչական շրջաններից են մարդիկ եղել, այլ մարզերից, նույնիսկ հանրապետությունից, Ռուսաստանից եկած, Ֆրանսիայից, Իտալիայից, բոլորիդ, ահա որ ինչ չեմ կարող ասեմ հիմա ավելի եմ սիրում, որովհետև մեկը այդ սերը միշտ էլ անսահման է, չկա մի բան, որ այդ սերը կավելացնի, բայց սերը չի ավելացել, որովհետև սերը ավելանալու տեղ չուներ, էներգիան է ավելացել, որով մենք պիտի ծառայենք ձեզ Հայաստանի Հանրապետության Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար